Նրանք ապրում են մեր կողքին, ստեղծագործում են, կերտում են 21-րդ դարի հայ արվեստը, մենք նրանց չենք ճանաչում։ Ամեն անգամ մտնելով Սյունիքի մարզ, անցնում է Սյունյաց դարպասների մոտով։ Ինձ հետ ճամփորդողներին ես ասում եմ, որ դա սահմանն է պրոֆալ և սակրալ աշխարհների միջև։ Այսօր գնում ենք ծանոթանալու մի մարդու հետ, ով ստեղծել է այդ դարպասները, ով ինքը 10 տարեկան հասակում դուրս գալով այդ սահմաններից արդեն մի քանի տասնամյակ է ինչ ստեղծագործում է։ Քարից, փայտից, երկաթից քանդակելով կերպարներ, հույզեր, պատմություններ։ Նա իմաստուն է, համարձակ ու փորձարար։ Հաճախ շատերիս համար հասարակ թվացող քարի կտորը նա տեսնում է բազմաթիվ քարերի մեջից, բարձրացնում է այն, դնում է պատվանդանին և դրանով տալիս նրան նոր պատմություն, նոր արժեք, նոր իմաստություն։ Երբեմն լուսանկարիչ Կարծիե-Բրեսոնի նման նա որսում է մի պահ, իր հերոսի մեջ տեսնում շարժում, արտահայտություն և հավերժացնում դա հսկայական բազալտի մեջ։ Այսօր գնում ենք քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի արվեստանոց։ Ասենք ուզում էի Համոսահյան քանդակել, չէի կարողանում գտնել, թե ինչ կոմպոզիցիան է։ Մի անգամ իրանց տանն էին, հաղորդում էր հեռուստատեսությամբ, սովետի ժամանակ էր, և ինքը եկավ ցուրտ էր մի քիչ վերարգույով նստեց, հենվեց թախտին ու իրանց սենց, այդ կոմպոզիցիան ինձ դուր եկավ և մի անգամից բան արեցի, որ ինքը իրեն է հենված և բնությանը, այդ թախտը ես պատկերացրի, որ բնություն է, ժայռեր է, և այդպես կոմպոզիցիան գտա, հետո արդեն արվեց մեծը, տեղադրվեց Սիսիանում, կամ Սարյանի ուզում էի քանդակել և մետաղական լարերից, որտեղ Սարյան ունի մազոկներով աշխատած իր ավտոպորտրետներ ունի, այդ մետաղական լարերից արեցի և այդպես գտավ իր հետաքրքիր լուծումը և տուֆի մետաղի խառնուրդը մտածում էի, որ կախարդը ինքը ուզում է կախարդական գույներ տալ իր նկարին, այդպես ամեն մի կոմպոզիցիա, ամեն մի բան իր լուծումն է ունենում։ Հետո այդ ասում է, ծխեց, վերջացավ, ասում է, մատերը վառում էր, մի հատ չոք վերցրեց,
Իրեն թե այնպես քարերը բան կլինի, այդ դրանից հետո սկսեց արդեն ձիու գլուխ գտա տարբեր բաներ եւ շարունակեցի, տեսա որ հետաքրքիր է, կամաց զարգացում ապրում տարբեր նյութեր, կոմպոզիցիաներ, ֆիգուրաներ, Զանգեզուրի միջև։ Այդտեղից են գնում դեպի Ղարաբաղ։ Ինձ համար այն է, որ այդ մեծ գործը կատարել ենք եւ շատերը հաճույքով են նայում անկախ այն բանից, այնտեղ որ գնում եմ, չգիտեմ, որ ես եմ արել բան, մի քանի հոգի հիացմունքով բան արեցին, այդ ամենամեծ գնահատականն է եւ այդ կառուցել է այն ժամանակ, երբ որ առաջ քարտուղարը Չարլզ Տավթյանը եւ հանդիպել է Վազգեն Սարգսյանի հետ, ինչ որ կենացներ են խմել, Շորժ Տավթյանի կենացը չեն խմել, ասել է ինչ չեք խմում, ասել է դե ես իմ ինչ որ քաղաքական բան առումներով, հետո ասել է մենակ այդ դարպասները կառուցած լիներ Շորժ Տավթյանը, արդեն հերիք էր որ կենացը խմենք, այսինքն գնահատականները արդեն ասում են որ լավ երևույթ է, լավ կառույց է, լավ ճարտարապետություն է։ Ամենացավոտ խնդիրն է այդ բարձրացնում, ասում ինչի համար։ Սովետի ժամանակ հնարավորություն կար պատվերներ բաներ անելու եւ միությունները օգտվում էին, ասենք շինարարության 0.02%-ը տրվում էր արվեստին։ Այդ հսկայական գումարներ էին կազմում։ Երբ որ ցուցահանդեսներ էր լինում, բան ցուցահանդեսները գնում էին, պատվեր, բան, դրանք արդեն օգնում են, որ նկարիչը, քանդակագործը կարողանա ապրել եւ աշխատել։ Հիմա ցավոք սրտի միությունները ստեղծագործական դարձել են սովորական հասարակական կազմակերպություններ ոնց որ եւ չի ֆինանսավորում, որ չի ֆինանսավորում շատ երիտասարդներ ավարտում են բան արվեստանոց չունեն, եթե գործ չկա, գումար չկա, չեն կարողանում արվեստանոց գտնել, արվեստանոց ստանալ, այն ժամանակ նույնիսկ ստանում էին արվեստանոցներ, իսկ հիմա այդ երևույթը չկա։ Եվ ամեն անգամ ես ուզում եմ այդ հարցը բարձրացնել, շատ լավ կլինի, որտեղ ինչ է
ֆինանսավորի պետականորեն մի քիչ ֆինանսավորի գոնե կլինի քանդակագործություն, նկարչություն, ինչի համար, որտեղ փոքր ազգեր է, Հայաստանին շատ պետք է որ իր արվեստով ճանաչեն։ Մենք չենք կարող շատ հզոր տնտեսություն ունենալ, շատ հզոր բանակ ունենալ, մենք կարող ենք արվեստով ամբողջ աշխարհին ներկայանալ։ Եվ դրա համար պետական արվեստ եմ համարում քանդակագործություն։ Գետը, իրավաբանը, բանվորը, գյուղացին կարողանում են միասին աշխատել, մի պետություն ստեղծել եւ այդ շարունակությունը արդեն արվեստը իր տեղը կգտնի եւ անպայման պետք է մարդկանց ոնց որ հոգեվոր սնունդ ստանալու կարիք ունեն։ Դե արվեստը գեղեցիկ է էության, ես սիրում եմ այն արվեստը, որ ասելիք ունի, որ ինչ-որ բան ասում, եթե քանդակում ես մեկին, պետք է դրա բնավորությունը լինի։ Ամեն մարդ իր բնավորությունն ունի եւ ինչքան բնավորություններ, ինչքան բացահայտես, ոնց որ դերասանը կերպարներ է ստեղծում, քանդակագործներն էլ կերպար եւ այդ քանդակները իրենց կերպարը, իրենց էներգիան, իրենց ազդեցություն ունեն մարդկանց վրա։ Եթե ներքին ուժ ունի եւ հզորություն ունի, անպայման մարդուն դրական լիցքեր է տալիս։ Դե մեկ արտասահմանցիներն են առնում եւ հիմնականում որ արել են այստեղ եկեղեցում քանդակներ եմ արել, որ շատ կարեւոր են, քաղաքապետարանում եմ արել, այդ պետական պատվեր այդ քաղաքապետարանում Ջիմ Թորոսյանի նախագծած նոր քաղաքապետարանում ռելիեֆներ եմ արել։ Եվ դրական եւ բացական ասեմ, երկու կողմից էլ բանա։ 89 թվականին ցուցահանդես էինք անում Մոսկվայում Լազարյան ճեմարանի շենքում։ Մի կին ճարտարապետ հետաքրքիր բաներ գրել, որ ես կարծում եմ, ասում եմ, ցավոք սրտի չեմ պահել այդ քանդակագործության մեջ ամեն ինչ վերջացած է։ Բայց գրել էր, որ այդ երիտասարդի գործերը նայելուց ես հասկացա, որ շատ մեծ հնարավորություն ունի շարունակելու եւ այդ ինձ շատ ոգևորվեց, տարբեր մոտեցումներ եմ ցույց տալիս, կլինի մետաղ, քար, փայտ, ամեն նյութի զոդման բաներով աշխատանքներ եմ անում եւ դա ինձ շատ հարազատ է ու ոնց որ հոգի տանես 10 մարդկանց։ Լիցքավորում է մարդկանց, բոլորին էլ, միայն ինձ չէ, ես չեմ կարող իմ անունից ասել, բայց ես ոչ հպարտանում եմ, ոչ միտեղ ոչ ասում եմ, չեմ սիրում ասել, որտեղ տվել են իմ գործի համար, գործից ուրեմն գնահատումը շատ ուրախ եմ, բայց սիրում եմ շատ աշխատել։ Այ երկու տղաները իմ նախկին ուսանողներն են եղել, հրաշալի մարդիկ են, գիտեն, որ միասին տաշում ենք, միասին աշխատում ենք, կավը, ծուլումը, բոլորը անում ենք։ Դժվար մասնագիտություն է շատ,
բայց նաև շատ հաճելի, երբ որ մի բան է ստեղծում, տեսնում ես մարդիկ հետաքրքրվում են, մի ազդեցություն ունենում, դա արդեն հրաշալի երևույթ է։ Սասցի Դավիթ, Թամանյան, Մխիթար Գոշ, Երվանդ Քոչարի, Արտաշես Հովսեփյանի և Ղուկաս Չուբարյանի արձանները։ Շատ կուզեի, որ Չուբարյանի ուրիշ գործեր էլ շատ ունենար, պրոֆեսիոնալ, իմաստուն, վարպետորեն արած, շատ հայկական քանդակագործ է ինքը, շատ հայ քանդակագործ է, շատ ուրախ եմ։ Կուզեի տեսնել Հակոբ Գյուրջյանի քանդակներից, մեծացնել թեկուզ իրանից հետո։ Էլի լավ քանդակներ կան, հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց շատ բաներ կուզենայի, որտեղ քանդակը զարդարում է քաղաքը։ Ինչքան շատ, այնքան հզոր մեծ քաղաք է։ Հա, դրանք էլ կան։ Ուղղակի չասեմ, որ թե մի քիչ վիրավորական։ Չեմ ուզում գոլեգաներիս վիրավորել, բայց մարդիկ կան, որ հենց այնպես անում են և դնում են դա լավ բան չի, պետք է սիրով անեն և այդ սերը, որ անցնի մեզ, այն ինչ որ ասում է, պետք է քանդակը մի բան արտահայտի, այդ շատ քանդակներում այդ սերը բան չկա և հենց այդպես գործը կարող է հանգիստ չլիներ։ Գիտեք, ես նույնիսկ ուրախ եմ, որ տարբեր բաներ կան։ Ինչի համար, այդ նեղ սեզ չանենք նայենք էլի աշխարհին, թող լինեն, նայենք, տեսնենք ինչ է, ինչ չի, և կողքին մերը տեսնենք։ Խնդրեմ, այդ տարածքում շատ քանդակներ կան։ Ինձ համար ամենասիրելին Թամանյանն է։ Արտաշես Հովսեփյանի Թամանյան այդ մոնումենտալ աշխատանքը ինչով է լավ, նախ կատարումը շատ լավ է, հետո քանդակն է, որ կապված է քաղաքի հետ։ Շատերը երևի չեն հասկանում, բայց էությամբ ամեն ինչով մերվում է քաղաքի հետ, որ տենց հազվագյուտ քանդակ կա, որ այդպես կապ լինի քաղաքի և ասենք ճարտարապետի միջև, հրաշալի է գտնված։ Այդ քանդակը դրա հետևի մասում ուրիշ քանդակներ էլ կան։ Խնդրեմ, թող լինեն, բայց ամենահզոր և ամենաարժեքավոր քանդակ ինձ համար կոնկրետ Թամանյանն է։ Շատ շնորհալի երեխաներ կան, որտեղ դասավանդում եմ Գեղարվեստի ակադեմիայում, էլի ցավս գիտեք ինչ է, որ ավարտելուց հետո չգիտեն ինչ անեն։ Երևի բոլորի ցավն է, պետական բան է, շատ եմ ցավում էլի։ Այդտեղ ես կուզեի, որ շատ հարուստ լինեմ, ինչի համար, իմ համար չէ, այդ երեխեքին արվեստանոց գնեի, տայի իրանց ասեի աշխատեք, կամ պատվերներ տայի, այդտեղ կուզեի հարուստ լինել։ Հաղորդման հովանավորներն են Մեգապոլիս ամսագիրը և Ասեկոսե.am կայքը։ Մեգապոլիս, ձեր բաց պատուհանը դեպի մեծ աշխարհը, դեպքեր, պատմություն, նոր հայացք, ինքնատիպ դիտարկումներ, այս բոլորը Մեգապոլիսի էջերում։ Մեգապոլիսն արտացոլում է կյանքը ոչ միայն այնպիսին, ինչպիսին մենք ենք տեսնում, այլ այն կյանքը, որ տեսնում ենք ձեզ հետ միասին։ Ընտրիր նոր ճանապարհը, քայլիր դեպի Մեգապոլիս ու Մեգապոլիսի հետ։